Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրիհամը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Գավառի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Անի Հովսեփյանն է, դերասանուհի եւ իհարկե բլոգեր։ Ողջույն Անի։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Հիմա այդ նույնը ձեր բարբառով եւ քո կոնտենտին համապատասխան ողջունիր խնդրեմ։ Բարևոս, լավ եմ, դու իմալ ես։ Խորոտ, լավ։ Լավ, ճիշտ։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք գավառի գաթա։ Քյավորանտիր գաթեն ենք սարքելու։ Իսկ այդ ձեր արմատները ոնց ձեր չէ։ Մենք դույով ենք խոսում։ Այո։ Մուրազափոր, հա։ Քո արմատները Քյավառից են։ Մայրիկիս կողմը, մայրիկիս հայրը եւ մայրը Գավառից են, բայց տեղափոխվել են Արարատի մարզ, մայրս ծնվել է Արարատի մարզում, հայրիկիս կողմը եկել են Մուշից, եկել են Շիրակի մարզ, այնտեղ կաթոլիկներից են, ֆրանկ են հայրիկիս կողմը։ Հետո եկել են էլի Արարատի մարզ, ծնողներս դիմացի հարևաններ են, անհետաքրքիր մարդիկ, տարածքից դուրս չեն եկել։ Ծախսը քիչ է, ինչ ես բողոքում։ Հելելա իրանց տուն ասելա արի կգաս ինձ կին, ասելա կգամ ու եկելա։ Բայց որ հայրիկիս հարցնես, ասում է եկավ մեր տուն չգնացել։ Շատ հետաքրքիր է պատմություն իրականում։ Հատկապես որ դրկիցներ են եղել։ Ինչևից է, մենք մանրանանք ավելի այդ մասում։ Հիմա մենք բաղադրիչները առաջարկում եմ ներկայացնենք եւ անցնենք առաջ պատրաստման բուն գործընթացին։ Մեզ անհրաժեշտ է ալյուր, անհրաժեշտ է թթվասեր կամ մածուն, ունենք այստեղ նաեւ կոնյակ, որը օգտագործելու ենք խորիսի մեջ։ Այո։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ խորիսի մեջ օգտագործում են կոնյակ։ Ինձ համար զարմանալի է, բայց շատ հետաքրքիր համ կլ։ Հետո համատալես։ Երբ որ մտածի, որ գավառ եւ առանց ինչ որ սպիրտային առանց ալկոհոլի ներկերանների, այո, այս պարագայում ստացվում է, որ այո, օգտագործելու ենք խորիսի մեջ եւ կտեսնենք համ ինչ է ստացվում։ Ունենք այստեղ նաեւ սոդա եւ աղ, որը իհարկե ամբողջ խմորի մեջ ենք օգտագործելու, ուրեմն ունենք այստեղ ձու, որի սպիտակուց օգտագործելու ենք խմորի մեջ, ունենք դեղնուց, որով պատելու ենք մակերեսը խմորի, հալված կարակ, որով պատելու ենք խմորի շերտերը եւ հետաքրքիր է, որ գավառի գաթան, մյուս գաթաներից տարբերում է նրանով, որ սա շերտերով է լինում, այսինքն ծալելու ենք, մենք ընթացքի իհարկե ցույց կտանք հեռուստադիտողին, թե ինչպես է լինում։ Եվ ունենք այստեղ խորիզի համար նախատեսված կարակ ու շաքարավազ։ Այսքանն է ընդհանրապես, բայց շատ հետաքրքիր պատրաստման գործընթացով ես առաջարկում եմ ընդհատել, վերադասավորվել եւ անցնել աշխատանքի։ Այո, շատ լավ։ Մորցա ինչ դասեի։ Ոնց էինք սկսում։ Ես գերհոգնած եմ, զգում եք։ Լավ, չէ, ինչ գերհոգնած, առույգ։ Մենք վերադարձանք եւ արդեն վերադասավորվել ենք։ Մենք բաժանեցինք գործընթացի երկու մասի։ Խորիսը կպատրաստեմ ես, իսկ խմորը կշաղախի Անին։ Այո։ Անի ջան, այդ գործընթացը իրականացնենք եւ նաեւ ընթացքում խոսենք ձեր մանկության համից։ Որն է ձեր մանկության համը, որ տատիկը միշտ պատրաստում էր ու դուք հիշում եք այդ նուրբ երանգները, այդ բույրը ընկնում հենց ձեր քիթը, տատիկին եք հիշում։ Կա այդպիսի ճաշատեսակ։ Այո, շատ կան ճաշատեսակներ, իրականում ասեմ։ Ես պատրաստեմ, դուք էլ ձեռքի հետ կարող եք աշխատել։ Ասում բերել եմ աշխատացնեմ։ Բերել ինձ աշխատացնեն, այո։ Իհարկե, այսպես լցնեմ ալյուրը։ Ոնց եք ընթացակարգանում, ալյուրից ենք սկսում։ Այո, լցնում ենք ալյուրը, դնում ենք կարակ, կարակը ալյուրով այսպես շաղախում ենք։ Որից հետո ավելացնում ենք հավկիթը, մածունը։ Բարի։ 250 գրամ է պետք։ 250 գրամ, այսինքն ես մոտ այսքանը կառանձնացնեմ եւ քեզ կտամ։ Ապրես։ Հիմա այսպես պետք է շաղախենք, մինչև կարակը եւ ալյուրը միասին համասեռ զանգված դառնան։ Այսպես փշրվի կարակը։ Տատիկի պատրաստած ուտեստները շատ են։ Մորական տատիկիցս հիշում եմ կարտոֆիլի ժարիտը։ Ինչ է դա գավառի, այսինքն գավառներ չէ մորականը։ Հա, անկեղծ եմ ասում, աշխարհում ոչ մի
տեղ, ոչ մի մարդ, ոչ մի կերպ չի կարող այդ ժարիտը Ինչով էր պատրաստել, չգիտեմ։ Անկեղծ չգիտեմ։ Յուղը կասես գոնե ինչ էր։ Տնական։ Տնական յուղ։ Միս կար մեջ։ Չէ, միայն կարտոֆիլ։ Ու այդ աշխարհի ամենահամով կարտոֆիլով ժարիտներ։ Ուրիշ ոչ մեկից պատրաստած է, այդպես համ չունի։ Իսկ հորական տատիկիցս ավիլուկով ճաշեր էր պատրաստում, շրեշտով ճաշեր պատրաստում, շրեշտը բանջարա։ Բանջար։ Բանջար է եւ ձավարով ու շրեշտով ճաշեր պատրաստում տատիկս։ Ավիլուկով ճաշեր էր պատրաստում, քրչիկ էր պատրաստում։ Դե դասական տարբերակ, բոլոր տատիկները ինձ թվում է քրչիկ պատրաստել են։ Այո։ Այս սպասը չէի սիրում, սոխով էր սարքում։ Իսկ հիմա դու ուտում ես սոխով սպաս։ Ոչ։ Ես հիմա շատ համով սպաս եմ պատրաստում, բայց առանց սոխ։ Բայց նաև սարքում էր տատիկս, հեսա կհիշեմ այդ բանջարի անունը։ Չեմ հիշում այդ բանջարի անունը։ Խայտարակի կանք, տեսա՞ք։ Տատիկ ես մասը չլսեք, եթե ինչ։ Ինչ բանջար էր։ Դու չեմ հիշում։ Ես ինչ խելքարի եկա անկաստու ջրերը։ Նույն մեր գեղում կտենան, կասեն, ընտիր աղջիկա։ Իզուր էլ սրան չուզինք, լավ էլ գաթե։ Իզուր էինք անում տնա։ Իրականում այն հուշերը, որոնք որ կապված են խոհանոցի հետ, դրանք շատ հաճախ մեր մանկության ամենամեծ բաղադրիչն են հանդիսանում։ Եվ ես ուզում եմ հասկանալ, ինչու որոշեցիր դառնալ դերասան։ Դու ծնվել ես որտեղ։ Նախ սկսենք դրանից։ Արարատի մարզ գյուղ Ջրաշեն։ Ահա, ոնց որոշեցիր դերասան դառնաս։ Այդ ժամանակ ինչն էր, վարվառան էին ցույց տալիս հեռուստացույցում։ Չէ, իրականում երբևէ չեմ ուզել դերասանուհի դառնամ, որովհետև ինչ որ դերասանուհու եմ տեսել կամ ինչ որ ուզել եմ հայտնի լինեմ, այդ չի եղել մղումը։ Ինչ որ էներգետիկ բան եմ զգացել, որ ինչ որ այնտեղ մի հատ ուրիշ էներգիա կա, որի կարիքը ես ունեմ։ Հետաքրքիր է։ Ու ես դա հասկացել եմ 3-րդ կուրսում։ Այսինքն եկար սովորեցիր։ Եկար սովորեցի 3-րդ կուրսում ես հասկացա այդ էներգիան։ Այ դա էր կարևոր։ Հիմա ավելացնեմ 2 հավկիթ եւ 1 հավկիթի սպիտակուց։ Այո։ Խմորին։ Ես այստեղ ավելացրեցի մի փոքր կոնյակ, շաղախում եմ շաքարավազի կարագի հետ միասին, հետո կավելացնեմ իհարկե ալյուր վերջ։ Եվ մի փոքր էլ վանիլը ավելացրեցի, որպեսզի նուրբ համ ստանա, ինձ թվում է կոնյակի հետ շատ գեղեցիկ համադրություն է ստացվելու։ Անի ջան, դուք հիմա աշխատում եք դերասանուհի որ թատրոնում։ Եկեք խոսենք դրա մասին։ Ես այս պահին աշխատում եմ Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Եվ որպես դերասանուհի եւ որպես գրիմյոր։ Հետաքրքիր է։ Այո, որովհետեւ ես ունեմ երկրորդ մասնագիտություն, որը գրիմյորի մասնագիտությունն է։ Իսկ ինչու Աշտարակ հենց։ Մարզային թատրոն է, այնտեղ իմ սիրելի ընկերներն են։ Եվ ես որոշեցի իրենց հետ լինել եւ իրենց օգնել, որ ստեղծեն թատրոն։ Հետաքրքիր է։ Այս պահին խաղացանկում ինչ ունեք եւ ո՞րն է քո դերը։ Այս պահին խաղացանկային ներկայացման մեջ ես չկամ, ես խաղացի ամանորյա ներկայացման մեջ։ Եվ ինչն էր քո դերը։ Նապաստակ տատիկ էի ես։ Շատ խորոդ։ Ինչ հետաքրքիր։ Ֆրանսուհի։ Ֆրանսու այսպես վուալո։ Նոր ժամանակակից ինչ որ գործի վրա էր գրված, թե ինչ որ մոտիվացիաներ կար։ Հեղինակը Միշա Հակոբյանն էր, մեր թատրոնի դերասաններից, ռեժիսորը Գևորգ Մարգարյան, միասին քննարկել էին եւ ուզել էին այլ բան լիներ։ Ինչ որ այսպես ծեծված ներկայացում չլիներ։ Ամանորյա ծեծված ներկայացում չի եղել։ Գաղափարը ընտանիքի մասին էր, ընկերության մասին էր, հավատի ու սիրո մասին էր ներկայացումը։ Այդպես շատ լավ ստացվեց, բավականին շատ հանդիսատես ունեցանք Աշտարակի թատրոնում։ Հիմա լցնում եմ թթվասերը։ Թթվասերը արդեն անեմ։ Այդտեղ մենք ավելացրել ենք ձուն, ալյուրը եւ կարագը։ Շաղախել ենք մի պտղունց աղ։ Ու շաղախում ենք արդեն թթվասերը եւ սոդան։ Անի ջան, ես քեզ գիտեմ սոցցանցերից։ Առաջին անգամ երբ որ տեսա, տենց հենց քո կերպարի մեջ էիր,
ասեցի ջան, իմ խելքի մեկն էլ կա։ Որովհետև հենց ընկերներով հավաքվում ենք, ես դառնում եմ այլ Վահե իրականում եւ տարբեր բարբառներով կարողանում եմ իրականում խոսել։ Իմ ամենասիրելի, այսպես ասած, գործերից մեկն է արևմտահայերով օրինակ այնպես եմ խոսում, որ արևմտահայերը միշտ ասում են ինձ փյուրքում եմ ապրել, թե չէ։ Բայց ես ասում եմ ոչ, ընդհանրապես Հայաստանից դուրս չեմ ապրել երբևէ։ Ես էլ եւ չեմ պատրաստվում։ Ինչպես սկսեցիր դու այդ բլոգը։ Ինչ էիր ուզում դրանով ասել։ Որովհետև շատ հետաքրքիր կոնտենտ է։ Մի քանի հոգի գիտեմ, ովքեր որ բարբառային կոնտենտ են վարում, ինձ մոտ Հրանտն է եկել Ղազումյան, ով Իջևանի բարբառով է վարում։ Շատ լավ ընկերներ, շատ սիրում եմ։ Հրանտ ջան, մենք քեզ սիրում ենք շատ։ Եվ երկրորդը քեզ գիտեմ, որ բարբառով այդքան համով խոսում է։ Այնպես որ առաջարկում եմ հիմա այդ process-ը բացատրես, թե ինչ ես անում ձեր բարբառով։ Ազիզ, это мацун содене լցի, հե, սմետաներ էդի մոծուն չէր։ Լցի, խորնշտում եմ հիմի, խորնեմ, ազիզ, լավ, խորնեմ։ Խորնեմ, էտա ձեռնոցրեն է հոգցրել են ողջի ջան։ Յանի հայլի։ Բա ձեռ չկապնի ստուն, որ ձեռները տան տիր կապնի, էներգիա դուսերը տեթա մեջը խմորի։ Ինձ թվում է ձեռնոցով էլ անցնում դա։ Չէ։ Չէ։ Ինձի չես համոզի դու։ Հինկնիկ։ Սիակականիկ եկերեմ դու էտա։ Թազա մատխաշճիշ ինձի համոզում ես որ իմալա ճիշտ է։ Դու ինձնից լավ կիմանաս իրականում։ Դու գիտես ես քանի մարդ եմ ճամփի խոպան։ Բարի ես, բավական։ Անի ջան, ուրեմն անդրադառնամ նաև հիմնական քո գործունեության, այսինքն որպես բլոգինգ, հա։ Բլոգի հիմնական ասելիքը ո՞րն է։ Քանի որ ինքը բարբառային է եւ շատ հետաքրքիր թեմաների է անդրադառնում։ Ես ուզում եմ հասկանալ հիմնական նպատակը ինչն է, ինչ ես ուզում ասել դրանով։ Ասեմ, սկզբում երբ որ ես որոշել եմ, երբ որ առաջին վիդեոն արել եմ, օժիտի վիդեոն, այսպես ասած, հայտնի, դա ասելիք չի ունեցել։ Իսկապես, ես ուղղակի հումորային վիդեո եմ նկարել, գնացել եմ հյուր, տեսել եմ օժիտի ապրանքներ ու որոշել եմ վիդեո նկարեմ այդպես։ Ու ինձ համոզել են, որ ես այդ վիդեոն տեղադրեմ Instagram-ի հարթակում։ Ու սկսել է տարածվել։ Ու շատ մեծ ակտիվություն ա ունեցել ու այն մարդիկ, ովքեր ինձ համոզում էին, իմ գործընկերուհիները, ես իրանց ասացի, եթե մեկ վատ կոմենտ եղավ, ես ջնջում եմ։ Ու էլ ընդհանրապես որևէ բան չեմ անում։ Բայց բավականին լավ ու բավականին շատ մեծ եղավ արձագանքը, որը չէինք սպասում, իսկապես չէինք սպասում նման արձագանք։ Հետո արդեն եկավ իմ վինետկայով վիդեոն, որ վինետկայով աղջիկ են ուզում, այդտեղ արդեն կար ասելիք։ Իսկ հիմա ինչպես է, երբ որ կա նման հայտնիություն բլոգերության գծով, հա, ինչպես են վերաբերվում մարդիկ, հատկապես որ բարբառով է։ Լավ, իսկապես շատ են սիրում։ Անկեղծ շատ են սիրում։ Դե եթե շատ չսիրեին, այդքան տարածում չէր ստանա։ Իրականում շատ համով է ամեն ինչ, շատ հետաքրքիր համ կա իր մեջ, այն որ չգիտեմ, երևի շատերը դրա մեջ կարոտ են զգում 90-ականների մինչև 2000-ականներ, չնայած որոշ տեղեր կա, որ դա պահպանվել է մինչ օրս, այն ինչ որ դու անում ես, այնպես որ չի փոխվել։ Ես ինչ որ անում եմ, անձամբ եմ դա տեսել։ Ինձ ոչ մեկը չի պատմել։ Դաժանա։ Այո։ Ինչ խոսք։ Վինետկայով ընտիր աղջիկ ենք ջոկում, այդքան կուզենք։ Ես երևի տգեղ եմ եղել վինետկայի մեջ։ Չեն տարել։ Չեն։ Առաջ եջնանցել են միանգամից դասխեջին են նայել։ Ես սիրուն չեմ ելել վինետկի մեջ, դրա Ես լավ ես չմռում այդ խմորը։ Ասես օպատում եմ։ Օպատնի աղջիկ է։ Տենց այս խմորը շաղելուց հիշեցի մի պատմություն։ Գնացել եմ Գավառ, գյուղ Սորուխան։ Հյուր եմ գնացել։ Դա նույն Սարուխանն է։ Սարուխանն, այո։ Ուն վերափոխվում է օի, չէ՞։ Մեկ էլ ան։ Սորուխան։ Անա փոխվում, չէ՞, օի։ Հա։ Օրբեն։ Օրմեն։ Օրմեն։ Օրնիկ։ Օրինակ մեր օպերատորը Օշոտ կերնի։ Օշոտ։ Մեր օի պուպենը օյով ասկսեմ։ Որովհետև օրախ։ Հասկացար։ Հասկացար։
Ինչ էի պատմում խմորի հետ։ Ուրիշ անեկդոտ պատմեմ, հետո վերադառնամ խմորին, ասում է, բանը, քյավարցիները որ կենթանում են շատ սիրում, որ թրջունին, ասում է հնդկահավին, ասում է խի, ասում է ամբողջ օրը, ասում է օրող։ Իսկ հիմա անցնենք խմորին, բարեկամի տուն հյուր էի գնացել։ Ահա։ Եվ էլի խինկալի էինք կարծեմ պատրաստում, այսպես սև շորեր էի հագել եւ վրաս ամբողջությամբ մաքուր էր, ալյուր չկար։ Եկավ մի տատիկ, տեսավ որ ես տենց մաքուր գործ եմ անում, ինձ տարավ իրանց տուն, չեմ չափազանցնում։ Ձեռքիցս բռնեց, տարավ իրանց տուն։ Ցույցա տալիս իրանց թազա մեծ հարսի, այսպես օժիտը, հələ տես ինչ ճոխ օժիտա բերել բան, ու հեսա հիմա ես հանգեմ մի հատ իմ թորանը փոքր, որը խոպանում է։ Քեզի հələ ցույց տամ։ Մեկ էլ սենց ինչ որ սենց խոսած մեկը ասեց դու որտե ես սովորում։ Ասի թատերականում եմ սովորում։ Տնից դուրս հանեց ինձ այդ կինը։ Վեր ճակատագիրը որոշեց մի անգամից։ Անի ջան, ես առաջարկում եմ խմորը վերջնական պատրաստել եւ արդեն կլինի բացված վիճակում եւ շերտերում կդնենք խորիսը, կվերադառնանք եւ մեր սիրելի հեռուստադիտողին ցույց կտանք թե ինչպես է այն շերտավորվում։ Այո։ Անի ջան, մենք պատրաստ ենք արդեն։ Այո։ Խմորը արդեն պատրաստ է բացելու համար։ Ես կբացեմ, դու այդտեղ խորիսը իհարկե շերտերին կավելացնես ընթացքում։ Եվ կստանանք մեր շատ հետաքրքիր շերտավոր գաթան։ Մի փոքր էսպես պտտեմ, որ շատ հաստ չլինի ամեն կողմից։ Այսպես։ Մամաները կողքից կապ չունի ինչքան լավ է, հələ դուր։ Այս դու Իսկ կարակ պետք չէր քսել։ Օ, տես դու ինձնից լավ ես։ Հետո ասում են չեմ տունը մնացել։ Խելքա մնացեք գլուխը սախը։ Տունն է մնացել։ Այ ցավը տանեմ։ Լավ։ Անի ջան, հիմա կարակը քսում ենք երկարությամբ եւ հետո ավելացնելու ենք իհարկե վրան խորիսը, որովհետեւ այդ հետաքրքիր շերտերը ստանանք։ Եվ այստեղ շատ կարևոր է հատկապես տնական յուղի, հա, օգտագործումը։ Այո։ Բայց դե հիմա Մենք նաև մի ուրիշ գաթա ունենք, որ մայրիկս էր պատրաստում։ Ինչպես էիք դրան անվանում։ Թե հատուկ անուն չունի։ Ես հիմա չեմ հիշի, բայց ասեմ ոնց էին պատրաստում։ Կարագը որ հալում էին, յուղ էին ստանում։ Այդ յուղի այս վրայի սպիտակը որ կա էր, աղիճք կամ թանալիճք են դրան ասում։ Դրանով էր պատրաստում։ Այո, դրանով էր պատրաստում։ Դա պետք է որ աղի գաթա լինի։ Այո։ Շատ համով գաթա էր։ Այսպես տարածում ենք կոնյակի հոտը զգում ես ինչ լավն է։ Ասում, շատ հետաքրքիր է, որտեղ խորիզի մեջ երբեք չեմ տեսել, որ կոնյակ լցնեն։ Բավական էր սա։ Մի կողմից ենք, չէ՞, բերում։ Մի բերում։ կողմից ենք բերում։ Ահա, մի կողմից բերեցինք։ Այստեղ ես նորից։ Այստեղ կպցնում ենք մի վարքյան։ Հա, ծայրերը պետք է փակենք, չէ՞։ Այո։ Հետո ես նորից յուղով կպատեմ։ Նորից խորից կանենք։ Լավ, տարածում ենք խորիզը։ Սա էլ ենք բերում Սա էլ բերում ենք այս կողմ եւ ամբողջությամբ փակում ենք։ Ստերև unboxing-ը։ Այ, այս հատվածն էլ ենք փակում։ Ինձ թվում է վերջում սա կծալենք այսպես ներս, որ չբացվի։ Ես նորից կավելացնեմ այստեղ յուղը շատ չի լինում, էլի։ Լավ, լավ է։ Ահա, ավելացրեցինք այստեղ, լցրու խնդրեմ։ Առաջին շերտը գալիս է վրան, հետո նորից յուղ եմ ես անելու, չէ։ Այս եզրը փակենք, այո։ Ամբողջը ինքը փակ պետք է լինի։ Հարգելի հեռուստադիտող, մենք քանի որ մի քանի շերտ արդեն պատրաստեցինք, նորից այդ շերտերը գրտնակեցինք, տափակացրեցինք եւ նորից կրկնում ենք նույն երևույթը, այսինքն մեջտեղում օգտագործում ենք կրկին յուղ, այսինքն ամբողջ խմորը, այսպես կարելի ասել, որ ներծծվում է խորիսով, չէ՞։ Յուղ եւ խորիս, այո։
Անի ջան, դուք ազգայինը քանի որ ասացիք շատ եք սիրում եւ ես նկատել եմ նաեւ որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո, հայ քրիստոնյա եմ։ Հայ քրիստոնյա։ Եվ հաճախ եմ տեսնում հրապարակումներ դրա հետ կապված։ Մի փոքր կխոսեք ձեր հավատքի եւ ազգայինի կապի մասին։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այո։ Եվ հայ քրիստոնյա եմ։ Ես ոչ մի արտառոց բան չեմ անում։ Իսկապես դա նորմալ երևույթ է։ Միանշանակ նորմալ երևույթ է։ Գիտես ինչի զարմանալի է թվում բոլորի համար։ Ինչ որ զարմանալու բաներ են ասել ձեզ։ Այո, ինչ որ զարմանում են ու ինչ որ գովեստի խոսքեր եմ լսում, որ ես գնում եմ պատարակի։ Հա, բայց դա նորմալ է։ Ես պիտի գնամ պատարակի։ Իրականում Անի ջան, գիտես ինչի է այդ ձև, որովհետև շատ հաճախ մարդիկ արդեն չեն տեսնում այդ մասը, հա, ավելի քչացել է եւ դրա իրենց համար զարմանք է։ Մի ժամանակ հակառակն է եղել, պատկերացրու։ Եվ դա է պատճառը ինձ թվում է, որ իրենք այդպես զարմանում են եւ այսպես չեն պատկերացնում ձեր ասվածից հետո կամ փոստերից հետո, որ կարող է նաեւ այդպես լինել, հա։ Բայց ինչ վերաբերվում է ազգայինին, ազգային մշակույթը քեզ համար ինչ է կոնկրետ։ Կարևորագույն արժեք։ Որով պետք է ապրեմ, որով պետք է ստեղծագործեմ, որով պետք է սերունդներին կրթեմ։ Շնորհակալ եմ։ Ժառանգություն թողնեմ։ Իրականում բոլորս պետք է մտածենք, որ մենք ազգայինով պետք է կարողանանք ապրել, որովհետև ոչ թե դա պետքա լինի ուղղակի ցույց տալու ինչ-որ ձև, որ մենք ազգային ենք անում կամ ցուցադրենք դա, այլ դա պետք է լինի մեր առօրյան, սովորական առօրյան, ինչպես որ մարդը ապրում է, այդպես էլ պետք է լինի իր առօրյան, իր ազգայինի մեջ, որովհետև մենք հայ ենք ծնվել եւ դա մերն է։ Ես սուտ բաներ ցույց չեմ տալիս, իսկապես։ Այնինչ որ կաս դա պետք է միշտ ցույց տաս, հետեւաբար եթե անգամ դու ուզում ես ստեղծագործել ու ցույց տալ, որ դու այլ մարդ ես, միևնույն է աշխարհն այնպես է եւ տիեզերքն այնպես է, որ այդ կեղծությունը միանգամից ցույց է տալիս եւ չես կարողանում կեղծել։ Շատ է երևում կեղծը։ Այո, միանշանակ։ Սիրելի հեռուստադիտող, ես առաջարկում եմ մենք վերջնական շերտերը, երբ որ արդեն կծածկենք, մի անգամ եւս կգրտնակենք, որպեսի տափակի, կտեղափոխենք ջեռոցը ու կթխենք։ Իհարկե, նախապես ասեմ, որ վրան կարմիր շերտ ստանալու համար օգտագործել ենք ձվի դեղնոց։ Այո։ Թխելու ենք մոտավորապես մի 20 րոպե եւ արդեն մեր գաթան պատրաստ կլինի։ Երբ պատրաստ կլինի, կվերադառնանք եւ կհամտեսենք։ Հարգելի հեռուստադիտող, գաթան մեր արդեն պատրաստ է, գավառի բազմաշերտ գաթա ենք պատրաստել, ես ձեռքով պետք է անեմ ես, որ դուք տեսնեք։ Այսպես կարող ենք շերտերը հերթականությամբ հաշվել եւ բացել, իսկ համի մասին, քանի որ իմ ձեռքերն են եւ ես իրավունք ունեմ իմ սննդին կպնել, ես հիմա կփորձեմ Անին համեստությամբ չի ճաշակի այս թխուկը։ Բարի կրկին։ Լզի լավն է։ Շատ լավն է։ Հա, շատ։ Հենց ուզես զանգի կամ պատրաստենք։ Հասկանում եք։ Բարեսիրտ աղջիկ է Անին։ Անի ջան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար եւ այս հետաքրքիր տատիկի բաղադրատոմսը մեզ փոխանցելու եւ հեռուստադիտողի հետ կիսվելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Գավառի գաթա, որ համեմված էր գավառի խոսույթով ու բարբառով։ Այս յուրահատուկ բաղադրատոմսը ես վստահ եմ, որ դառնալու է ձեր սեղանի զարդը։ Դե ինչ, ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին տեր կենթանի։